Երևանի սրտում գտնվող նախկին Ֆիրդուս թաղամասի շուրջ տեղի ունեցող զարգացումները շարունակում են մնալ հասարակական ուշադրության կենտրոնում։ Այսօր Ֆիրդուսի հարցը վաղուց դուրս է եկել զուտ քաղաքաշինական օրակարգից։ Չլուծված դատական վեճերը, սեփականության իրավունքի շուրջ տարաձայնությունները, բնակիչների շարունակվող բողոքներն ու միաժամանակ ընթացող շինարարական աշխատանքները ստեղծել են իրավական անորոշության եւ սոցիալական լարվածության վտանգավոր միջավայր։ Հարցը մնում է բաց. արդյոք հանրային շահը իրապես հավասարակշռվում է քաղաքացիների իրավունքների հետ, թե այն վերածվել է գործիք արդարացնելու վիճահարույց որոշումները։ Ֆիրդուսը դարձել է նախադեպային օրինակ, որը ցույց է տալիս, թե որքան խոցելի կարող է լինել քաղաքացու իրավական պաշտպանվածությունը մեծածավալ կառուցապատման ծրագրերի պայմաններում։ Երևանի կենտրոնում գտնվող նախկին Ֆիրդուս թաղամասի շուրջ ձևավորված իրավական վեճը տարիներ շարունակ մնում է քաղաքաշինական, իրավական եւ սոցիալական լարվածության առանցքային թեմաներից մեկը։ Հանրային գերակաշահ ձևակերպմամբ մեկնարկած գործընթացը, որը ի սկզբանե ներկայացվում էր որպես զարգացման անհրաժեշտություն, ժամանակի ընթացքում վերածվել է բազմաշերտ հակամարտության, կառուցապատողի, բնակիչների եւ իրավական համակարգի միջև։ Դեռևս 2024 թվականին մեր թողարկումներից մեկում ներկայացրել էինք թաղամասում տիրող լարված մթնոլորտը։ Բնակիչները բարձրաձայնում էին իրենց իրավունքների խախտումների մասին, մատնանշում իրավական խոչընդոտները եւ դժգոհում կառուցապատողի գործողություններից։ Միաժամանակ ներկայացրել էինք նաեւ կառուցապատող ընկերությունների դիրքորոշումը, ըստ որի իրենք գործում են օրենքով սահմանված կարգով եւ իրենց պատկանող տարածքում իրականացնում են շինարարություն։ Հակամարտության սրման առանցքային դրվագներից մեկը կապված էր թաղամաս տանող ճանապարհներից մեկի փակման հետ։ Չնայած քաղաքապետարանի ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի ունեցած քննարկումներին, բնակիչների դժգոհությունը հաշվի չառնվեց եւ ճանապարհը փակվեց, ինչից հետո շինարարական աշխատանքները շարունակվեցին ավելի ակտիվ փուլով։ Շուրջ 20 տարի է մենք ակտիվ պայքար ենք իրականացնում գերակաշահի քողի տակ իրականացվող անօրինական, ապօրինի, մասնավոր շահ հետապնդող, ունեզրկման, գերակաշահը ռենովացիոն ծրագրերի հետ շփոթեցնելու բոլոր տեսակի անօրինական գործողությունների դեմ։ Իրավիճակն այնքան է հասունացել, որ բնակիչներից մեկին անգամ ազատել են պետական աշխատանքից, այդ կերպ փորձելով ազդեցություն ունենալ։ Ես դեռևս 2017 թվականին ծառայել եմ Հայաստանի Հանրապետության ոստիկանությունում, զբաղեցրել եմ համապատասխան պաշտոն։ Ուրեմն նոյեմբերի 27-ին նախկին կառավարության, ինչպես նաև ղեկավարության թեթև ձեռքով եւ լծակները օգտագործելով հրավիրվել եմ համապատասխան վայր, որտեղ որ ուղակի պարտադրվել է ինձ գնամ այնպիսի գործողությունների, որի արդյունքում ստիպված էինք լինելու հրաժարվել մեր գույքից, իսկ հրաժարման դիմաց չգիտես ինչի այն անձիկ, ովքեր որ պարտադրում էին նշված հրաժարումը իրականանա, իրենց իսկ ձեռքի տակ գտնվող գնահատողների կողմից գույքը գնահատվել էր պայմանական միավորներ, ասենք 650 ԱՄՆ չափով մեկ քառակուսու համար։ Դե բնականաբար դասավորվեց այնպիսի հանգամանք, որ ես չհամաձայնվեցի եւ անմիջապես դրան հաջորդեց հենց նույն օրվան հաջորդող երկրորդ օրը ինձ առանց հիմնավորման, առանց օրենքով սահմանված կարգի աշխատանքից ազատելու գործընթաց։ Չգիտես ինչի, դե բնականաբար բողոքարկման սկզբունքը անհույս էր։ 2018 թվականին հեղափոխությունից հետո քաղաքացին հանցագործության մասին հաղորդում տվեց եւ հասավ հաջողության։ Ապրիլից հետո մայիս ամսին ես նշված հանգամանքների հետ կապված հանցագործության մասին հաղորդում ներկայացրեցի քննչական կոմիտե, ոստիկանություն, որից հետո նախաքննություն իրականացվեց քննչական կոմիտեում եւ քրեական գործի քննությունը շարունակվեց շուրջ 4 տարի։ Քրեական գործի ընթացքում հիմնավորվեց, որ ինձ աշխատանքից ազատելը անօրինական է եղել, որևէ հիմքեր չեն եղել, հիմնավորվեց, որ $650 առաջարկության բանավոր կարգով
առաջարկությունը բացարձակ աղերս չէր կարող ունենալ գործող շուկայական արժեքի հետ այն ժամանակվա դրությամբ, երբ որ կոնկրետ մեզ առաջարկվում էր, քանի որ քրեական գործի շրջանակներում նշանակված դատաապրանքագիտական շինարարատեխնիկական համալիր փորձակնության արդյունքում պարզվեց, որ քանի որ պայմանական ենք նշում, 1 քառակուսի մետր մեզ պատկանող սեփականության իրավունքով հողատարածքը արժե ոչ թե $650, այլ արժե $3200։ Դա դեռևս 2017 թվականի նոյեմբերի 27-ի դրությամբ։ Քրեական գործը շարունակվեց, քննության հրավիրվեցին բազմաթիվ անձիկ, ովքեր որ ուղղակի կամ անուղղակի մասնակցություն են ունեցել եւ ինչպես նաև գնահատող կազմակերպության ներկայացուցիչները, գնահատողները եւս եւ չգիտեմ ինչի 2021 թվականին այդ քրեական գործով վարույթը կարճվեց անհիմն։ Նորից ես մինչ օրս չեմ կարողանում հասկանալ, թե ինչ հիմքով։ 2026 թվականի դրությամբ գործը շարունակում է մնալ ակտիվ դատական փուլում։ Դատավորը շաբաթական 2 անգամ առավոտից մինչ երեկո նիստեր է անցկացնում, ինչը վկայում է գործի ծավալի, ներգրաված կողմերի քանակի եւ ներկայացված ապացույցների բարդության մասին։ Չնայած այս ինտենսիվությանը, վերջնական հանգուցալուծում գործով դեռևս չկա։ Այսօր կատարվում է դատավարություն, որը կարծես թե բեմադրություն է, պրոստը։ Ռեժիսորները չգիտեմ ովքեր են, բեմադրողը Ռուբեն Բունացյանն է, բացարձակ ոչ մի բան ինքը հաշվի չի առնում ու հետաքրքիրը նա է, որ 40 հատուրանոց գործը ինքը 4 օրում ուսումնասիրեց, նշանակեց դատավարություններ, շաբաթը 2 անգամ նշանակվում է դատավարություն, 2 շաբթի եւ ուրբաթ, առավոտվա ժամը 10:30-ից մինչեւ 6:05 ու մեկնաբանվում է, որ գերակաշահը օրենքը խիստ ժամկետներ է տրամադրել եւ այլն։ Իսկ մենք մյուս գործերով նորից ներկայացնում ենք, որ նայեք, էլի գործեր կան գերակաշահի հետ, որ 2-3 ամիսը մեկ է դրվում դատավարության։ Մենք միշտորդություններ ունենք, մենք հարցումներ ունենք կադաստրից անելու։ Ամբողջ աշխարհը գիտի, ամբողջ թաղամասը գիտի, որ Սաֆարյան Ռաֆայելը 67 թվականից ստեղ է ապրում։ Սաֆարյան Վարյայի ընտանիքը ունի 4 երեխա, այդ 4 երեխաները ունեն նորից իրանց երեխաները, թոռները, բայց ցավոք սրտի, քանի որ կալանքի տակ է գույքը ու թույլ չի տվել կառավարությունը, որ Սաֆարյան Վարյան իր ունեցվածքը բաժան իր երեխաների միջև, ու այսօր էլ որ կառավարության ուղղորդով, թե իշխանության ուղղորդով, թե որ մի կառավարություն է ուղղորդում դատարաններին, որ դատարաններին այդքան հայցեր ներկայացնում ենք, որ գույքային իրավունք ճանաչի մեր ընտանիքի անդամներին, լսել չեն ուզում դատարանները։ Այսինքն ոչ մի ուրեմն բացառք չեն ընդունում, ոչ մի առարկություն չեն ընդունում, միջնորդություն ենք ներկայացնում, որ ես Սաֆարյան Ռաֆայելս այս թվից ստենք ապրում ունեմ երեխա թոռներ, ընդհանրապես ոչ մի բան չի ընդունում, պարզ պատճառով, որտեվ իրանք մենակ ուզում են ընդունեն Սաֆարյան Վարյա Միսակի, որ ինքը 92 տարեկան է, իրան մենակ դուրս հանելը հեշտ կլինի, բայց Սաֆարյան Վարյան ունի մեծ գերդաստան, որ 29 հոգուց բաղկացած ստեղ են ապրում, բոլորն է գույքային իրավունքներ ունեն։ Բոլոր ժամանակահատվածներում ձեռնարկատիրական աշխատանքներ ա եղել։ Գործունեություն ա ծավալվել տվյալ հասցեում միշտ։ Ու ասում են բնակիչները սարսափելի գումարներ են ուզում։ Ես նորից եմ հայտարարում, թող իրանք մի քառակուսի մետր այս շինության կոմերցիոն տարածքի վաճառեն $1000, որ օրենքով դաժան անգամ նախատեսված է 15%, այսինքն $1150, ես կոնկրետ չեմ ուզում այդ $150-ը, բայց այնքան գումար եմ ուզում, որ ինչ ունեմ, կարողանամ ձեռք բերեմ, ոչ թե ինձ ասեն ինչ պարտադիր է ստեղ ձեռք բերես։ Տարածքի բնակիչները շարունակում են պնդել, որ գործ ունեն շարունակական իրավախախտումների հետ եւ պահանջում են, որ իրենց բողոքները պաշտոնապես արձանագրվեն հենց այդ համատեքստում։ Նրանց խոսքով խնդիրը միայն սեփականության կամ շինարարության հարցը չէ, այլ նաեւ արժանապատիվ կենսապայմանների, անվտանգ միջավայրի եւ իրավական պաշտպանության բացակայության մասին է։ Մասով ճիշտն ասած նախնական համաձայնության եկել ենք, բայց կան էլի խնդիրներ, մասնավորապես կապված հարկերի հետ, կառավարության 332 նորոշման մեջ ուղիղ արգելվում է, որ կառուցապատողը բնակարաններ տրամադրի բնակիչներին։ Եվ դա առաջացնում է հավելյալ հարկեր։ Չնայած օրենքի 10-րդ հոդվածի 4-րդ մասը դա թույլ է տալի, բայց կառավարության որոշումով դա արգելվում է։ Դեռ ասում ենք ուզում ենք ձեռք բերենք,
ասում աստեղի գները սա է, դու պետք է իմ գների հետ, այսինքն հիմա ինքը գալիս է իմ գույքը գնահատում է կադաստրային արժեքից 4 անգամ քիչ, ես ձեն չեմ հանում, դատարանով փորձում եմ պաշտպանեմ, դատարանը դա չի լսում, բայց ես իր գույքը երբ որ ձեռք եմ բերում, չեմ գանում կադաստրը, ընդունենք ու գնահատող բերում, ասում գնահատեք ես գույքի արժեքը։ Ես ունեմ կոնկուրենտ գործող բիզնես, ասում եմ ես որ սարքեմ, լինելու է լավ տեղ, ասում եմ դու որ սարքես, ես արդեն սարքել եմ, իմ մեծ ընտանիքը արդեն սարքել է, այդ տարբերությունները կան։ Բացի այդ ես չեմ ասում, որ այս ամեն ինչ ընդունենք տվեք, որ ասում եմ 4 տարի էլ պետք է սպասեմ, ըստ ենթադրյալ այդ 4 տարին բնականաբար ոչ մեկ 4 տարում չի կատարել իր շինարարությունը։ Իրավական խնդիրները բազմաթիվ են։ Գնահատող ընկերությունը, որի գնահատման արդյունքների հիման վրա այժմ իրականացվում են դատական գործընթացներ, զրկված է լիցենզավորումից։ Գնահատվել է մեր գույքը շատ շուկայականից, շատ ցածր գնով եւ մեր սեփականատերերս դիմել են կադաստրի կոմիտե, բողոք ենք ներկայացրել։ Այդ փաստաթուղթներ կա, որ դադարեցվել է տվյալ գնահատողի վկայականը, որակավորման վկայականը դադարեցվել է, բայց շարունակվում է հայցապահանջի հիմք հանդիսանա տվյալ որակազերծված գնահատողի գնահատումը։ Գնահատողը, ով նաև լիցենզավորված է, ում լիցենզիան ստացվել է պետական կադաստրին սահմանված կարգով, չի պահպանել պետության կողմից իմպերատիվ կողմով նշված գնահատման գործունեության մասին 9-րդ հոդվածի 2-րդ մասը։ Այսինքն այդ գնահատումը այլևս առ-ոչինչ է։ Այսինքն դատարանում նշված գնահատման արդյունքում իրականացվող դատական process-ը չի կարող ընդհանրապես շարունակական լինել։ Կարող է քննվել, բայց հստակ այդ մասով չի կարող այլևս քննության արդյունքում հայցի հիմքի եւ առարկան այլևս առ-ոչինչ են։ Իսկ եթե հայցի եւ հիմքի առարկան առ-ոչինչ են եւ դատական կարգով քննությունից հետո մեր հարգելի դատավորները որոշում կայացնեն իօքուտ ձեռք բերողի, որով որ պայմանական Առաքելյանը մեր հարևան Բյուզանդի 10 հասցեում սեփականատիրոջ նկատմամբ այլևս կայացրել է։ Բազմաթիվ գործեր կան, որ առանց այդ հիմքերը հաշվի առնելու դատարանը իմպերատիվ կարգով կայացրել է նման որոշում, որոնք որ չեն կարող իրավաբանության հետ, իրավագիտության հետ առասարակ կապ ունենալ։ Որ այս գործընթացը գնում է միլիոն հատ խախտումներով, այդ միանշանակ է։ Ասում եմ կոնկրետ վերցրեք 419 օրենքը, այդ գնահատման մասին օրենքն է։ Մեկ էլ 1355 կառավարության որոշումը այդ գնահատման մասին այդ գործառույթները կարգավորող դրույթներն են։ Կտենակ, որ սենց ծերից ծեր խախտումները, ծերից է, որտեղ ուրիշ ձև չեն կարող այդ գները ստանալ։ City Center Development ընկերությունն, ով պետք է իրականացրեր ծրագիրը, ունի հարկային պարտավորություններ։ Ավելին, իր գործունեությունը այդ մասով սահմանափակված է։ Ըստ համապատասխան փաստաթղթերի 3 հարկային պարտավորությունները ընդհանուր հաշվով շուրջ 3-ից 4 միլիոն դրամի են հասնում։ Մի կազմակերպություն, մի ընկերություն, ով պետության հարկերը չի կարողանում վճարի, սահմանափակում է կիրառված այդ հիմքով իր վրա, ինքը գալիս ու սկսում է կառուցապատում անել։ Մեր դատարանում հանդես է գալիս City Center Development PB-ն, որի նորից եմ կրկնում, կիրառված է սահմանափակում պետության հարկերը չվճարելու համար։ Հարցնում ենք, ասում ենք, դու ունես կառուցապատման իրավունք, ասում է, ոչ, ունես շինարարության թույլտվություն, ոչ, ինչ պետք է կառուցվի տեղ, չգիտեմ, ինքը չգիտի, որևէ բան չգիտի։ Բայց այդ նույն տարածքում մեկ այլ կազմակերպություն այսօր վաճառում է, ասում է, այս ապագայում այստեղ պետքա լինի 14 հարգանի շենք եւ մի քառակուսի մետրը առաջի հարկը վաճառում է $23,000, երկրորդ հարկը տենց $18,000, երրորդ չորրորդ հարգերը ամենաեժանը $4,600 բանը մի քառակուսի մետրի համար։ Ինքը վաճառում է, բայց դատարանը գործը քննում է ուրիշ կազմակերպության, որ այդ ուրիշ կազմակերպությունը ճանաչեն ձեռք բերող։ Սա ամենաէլի ճճացող գործն է, այսինքն դատարանը դեռ չի բավարարել հայցը, բայց որոշակի անձիկ Հայաստանի Հանրապետությունում իրանք գիտեն, որ դատարանը ինչ պետք է բավարարի։ Փորձում ենք բանակցել, կառուցողական մոտեցում ենք ցույց տալիս։ Մենք դիմումներ ենք ներկայացրել ղեկավարությանը, կառավարությանը, արդարադատության նախարարությանը եւ տվյալ ընկերություններին, որ եկեք բանակցենք, մենք ուզում ենք կառուցողական, դեմ չենք, ինչպես իմ հարևանը նշեց, ծրագրին դեմ չենք, սակայն դեմ ենք կոռուպցիային, դեմ ենք խարդախության զոհ լինելուն։
Մենք այս սնանկացման եզրին գտնվող City Center Development PB-ին ասում ենք ինչի՞ ես դու մեր գույքը մեզնից էժան առնում ու վաճառում թանկ երրորդ անձի։ Ես նույնիսկ չեմ կարողանում իմ գույքը հենց ուղիղ վաճառեմ տվյալ ընկերությանը։ Դուք չունեք շինթույլտվություն, դա դատարանի ներկայացրել ենք։ Ոչ քանդման թույլտվություն են, ոչ շինթույլտվություն ունեն։ Ինքը ուղակի ուզում է իմ գույքը էժանով խլի ինձանից եւ տա մեկ այլ ընկերությանը։ 18 թվականի որոշումից եղել են դրան նախորդողել էլի որոշումներ, որոնք օրենքի ուժով դադարել են գործել։ Ես չեմ կարողանում հասկանամ ոնց կարելի է հարկային պարտավորություն ունեցող ընկերությանը նորից հնարավորություն տալ ձեռք բերող հանդիսանալ, ավելին սեփականատերերի հետ մտնել, կարելի ասել, գոյամարտի մեջ գումարի փոխհատուցման չափ քննարկելու համար։ Բնականաբար սա արդեն ազատ շուկայական հարաբերություն չի, սա հարկադրաբար գույքի օտարում է։ Յուրաքանչյուր կողմը սեփականատերը ուզում է սահմանադրությունով իր երաշխավորված իրավունքով իր սեփականությունը համարժեք հանձնել, իսկ սեփականատերը աշխատում է հնարավորինս ավելի էժան վերցնել։ Ու այստեղ բախում առաջանում ու չկա որևէ մի գերատեսչություն, չկա մի մարմին, լծակ, ով գոնե կհետազոտի, կտեսնի ենթադրեն կառուցապատողի կողմից խախտվում է սեփականատերերի իրավունքները, համարժեքությունը կամ ընդհանուր ինչ մեխանիզմ է, ինչ գումարագոյացման մասին է խոսքը, ենթադրենք 1 քառակուսու մետրի արժեքը իրականում ազատ շուկայական հարաբերության դեպքում ինչքան կկազմեր։ Դատական նիստեր, որոնք տևում են շաբաթը 2 օր, առավոտից մինչ երեկո։ Դատավարության ընթացքի վերաբերյալ փաստաբանների դիրքորոշումը տարբեր է։ Մի մասի կարծիքով այսչափ հապճեպ դատավարությունը չի տալիս բավարար ժամանակ կողմերին ներկայացնելու իրենց առարկություններն ու միջնորդությունները։ Արդարադատության իրականացման հարցը մտահոգիչ դաշտում է։ Ռոսիացյանի դատարանի որոշումով այս մեր գործով վճիռ կայացվեց, այդ վճիռը Բեկանես վերաքննիչ դատարանը ու ասեց, որ այս քաղաքացիները, ովքեր այդտեղ գրանցված են, ունեն գույքային իրավունքներ։ Բեկանես հետ եկավ, գործը, չգիտեմ ինչ ձևով, ընկավ այս Բունացյանի մոտ, Բունացյանը փաստորեն մասնագիտանում է այս կազմակերպության գործերը քննելով։ Ու Բունացյանը թքեց վերաքննիչ դատարանի որոշումների վրա, այսինքն սահմանադրական կարգը տապալված է։ Վերադաս դատական ատյանի օրինական ուժի մեջ մտած որոշումը պարտադիր է բոլորի համար։ Բացի Բունացյանի համար պարտադիր չի, այս Center City համար պարտադիր չի, այդ կազմակերպությունը, որ այդտեղ 15 հարգանի շենքա կառուցում, իր համար պարտադիր չի։ Դատավորը Ռուբեն Բունացյանը հետևյալ գործելավոճն է կատարում, ինքը վճիռ է կայացնում այդ Center City-ի օգտին ու վճիռը միանգամից օրինական ուժ է տալի այդ վճռին։ Ու Center City-ն գնում է վաճառում է իր գրանցում է իր իրավունքը կադաստրում ու հենց նույն օրը վաճառում է այս կազմակերպությանը, որ այդտեղ արդեն ընդ որում այդ շենք երևի այդ բնակարանների 90%-ը վաճառված է $4600, այսինքն մարդիկ արդեն փող են տվել առել են, բայց հələ դատարանը այդ վճիռը չի կայացրել։ Դրա համար Բունացյանը չգիտի ինչ անի։ Օրենսդիրը ինքը նախատեսել, ասում են պահից, երբ որ ձեռք բերողը դիմում է դատարան, պետք է գործը քննվի երկամսյա ժամկետում։ Բայց իրականում այդ երկամսյա ժամկետը բավարար չի այդ գործը քննելու համար։ Նախկինում ձևավորված էր մի պրակտիկա, որ բացառապես պետք է քննվի եւ օրենքում է գրված փոխհատուցման գումարի չափը։ Բայց հաշվի առնելով ձեռք բերված այն դատական պրակտիկան ու դատական ակտերը, որոնք որ ունեցել ենք մեկ այլ ձեռք բերողների հետ գերակա հանրային շահերի հետ կապված, վերաքննիչ դատարանը սկսեց այդ պատմությունը, ով ասաց, որ ոչ բողոքաբերը ճիշտ է, իրականում պետք է քննվի նաև 16-րդ հոդվածի առկայությունը, որովհետև որպես ինստիտուտ այս դեպքում սեփականատերը որևէ այլ տեղ չունի դա քննելու։ Լավ, որտեղ քննի ձեռք բերողը հրաժարվել է գույքը ձեռք բերելուց կամ խախտել է թե ոչ։ Դրա արդյունքում էլ մարդիկ մնում են անպաշտպան դատարանում, հավատացեք, կլինի բացարկը, կլինի միջնորդությունը, կլինի այդ քննարկումը, այդ հապճեպության արդյունքում էլի պաշտպանության եղանակը։ Լավ, այդ մարդը որտեղ իր իրավունքը պաշտպանի։ Եթե առաջի ատյանի ընդհանուր իրավասության դատարանը քննության արդյունքում ասում է ինձ մնացած հարցերը
չի կարա, իմ իրավասության մեջ չի, ես մենակ գումարի չափ եմ քննարկում։ Կամ ինձ բերեք ձեռք բերողը խախտել է 16-րդ հոդված, թե ոչ։ Լավ, այնտեղ լիքը հարցեր կան, գույքային իրավունքներ ունեցողների խնդիրներ կա։ Չէ՞ որ մինչև 1999 թվականը մարդիկ որպես այդպեսին հաշվառում անձնագրայինը չի արել, ունեցել են տնային գրքեր։ Տնային գրքերում եղել է այդ հաշվառումը, անչափահասները ունեցել են այնտեղ հաշվառումներ։ Շատ շատերը այս պարագայում գույքային իրավունք որպես ունեցող ընդհանրապես ոնց ասեմ անընդհատ փոփոխությունների արդյունքում փորձել են այնպես կարգավորել, որ այդ մարդիկ դուրս են մնացել ընդհանրապես փոխհատուցման շրջանակներից։ Նախկինում կար 3 միլիոնները, չէ՞ որ փոխհատուցում էին, հիմա էլ չկա։ Գույքային իրավունք ունեցող կաս կամ չկաս։ Համանական կարգը տապալված է, արդարադատություն չի իրականացվում։ Պարզա որ այդտեղ կոռուպցիոն գործարքներ է, պարզա որ ինքը այդտեղ հետաքրքրություն ունի, անգամ չթաքցրեց, ասեց ես գնացել եմ այդ տարածք, տեսել եմ, նման բան չպետք է լինի։ Դատավորը դատական նիստից դուրս չի կարող գնա քննություն իրականացնել։ Եթե հետաքրքրում էր, պետք է որոշում կայացներ, գնար կողմերի հետ, տեղատեսություն աներ եւ այլն։ Հիմա այս խեղճ քաղաքացիներին 21 թվականին, որ որոշել են $198 մի քառակուսի մետր շինության համար տան, 21 թվականից այսօրվա գինը 5 անգամ թանկ է, այսինքն այսօր $4600 իրան տալիս են $198, 220 անգամ թանկ։ Պատկերացնեք 0.04% այդ իրանց գնի տալիս են ու ասում են դու մենք պետքա գույքը գնահատենք 21 թվականի դրությամբ։ Թեև այս պնդմանը փաստաբանական խմբի անդամների մի մասն էլ այլ տեսակետ ունի։ Նրանց պատկերացմամբ դատավորը նախկինում ունեցել է դատավարություններ, որտեղ հանգուցալուծումը եղել է արդար դատաքննությունը։ Միտված չեմ ու տենց հակում չունեմ, առավել եւս կոնկրետ պարոն Բույնայցյանի հետ կապված, որտեղ բազմաթիվ դատական գործեր ունեցել եմ ու շատ լավ արդարադատություն եմ տեսել։ Եթե բացառիկ գերակա հանրային շահով կամ այս դեպքում ասենք հասարակության եւ պետության կարիքների համար ես չգիտեմ, այսպես ասեմ, հապճեպությունը կարամ մատնանշեմ, որ հնարավոր է պայմանավորված լինի նաեւ մեր կողմից բազմաթիվ միջնորդություններ ներկայացնելով։ Այդ մեր ներկայացած միջնորդությունները մինչև քննարկվի բնականաբար բավականին ժամանակ է պետք։ Բայց այստեղ ոչ դատավորը, ոչ փաստաբանական կողմը, ոչ պատասխանողը իրականում չունեն մեղավորություն։ Այստեղ խնդիրը կողմի անպաշտպան լինելու հանգամանքն է։ Դիպված պետքա մեկ այլ դատարան դիմել, նորից էլի առաջացան ընդհանուր իրավասության, այս մի հարցը լուծել, այն մի հարցը լուծել կամ այս մի հարցը կարգավորել, ինչի արդյունքում հետո գալ։ Տեսեք, այստեղ միգուցե մեր փաստաբաններից որոշ մարդկանց մոտ տարբեր կարծիքներ են, հա, ձևավորվում։ Ես այդպես եմ գնահատում, ես չեմ կարա այսպես ասեմ, պարոն Բույնայցյանը չէր, Ավետիսյանն էր կամ դուք էիք։ Օրենքը տվել է 2 ամսյա ժամկետ, գոյություն ունի նաև հայցվոր, հա, դատավարության որպես կողմ նայենք, ու բավականին մեծ ծածավալ միջնորդություններ, բացարկներ, պետքա քննվեն, չէ՞ դրանք։ Իրականում պետքա քննվեն։ Իսկ եթե ես չունեմ որևէ տեղեկություն կամ ինչ որ հիմնավորում, որով կարամ ասեմ, որ կոնկրետ ինչ որ այլ պատճառներից է դա բխում, ես նման հայտարարությունով չեմ կարող հանդես գամ։ Բնակիչների պահանջը մեկն է՝ հասնել արդար դատաքննության, ունենալ հավասար պայմաններ այս թեժ պայքարի մեջ։ Սեփականատերերից որևէ մեկին չեն կանչել խորհրդակցելու, չեն կանչել առաջարկություններ լսելու, չեն կանչել լսելու թե մարդիկ ինչ են պահանջում։ Մենք պետական ծրագրի դեմ չենք, կրկնում եմ, պաշտոնապես հայտարարում եմ, երդվում եմ։ Մենք դեմ չենք պետական ծրագրին։ Մենք ուզում ենք, որ մեզ չունեզրկեն։ Մենք պատրաստ ենք նույնիսկ պետական ծրագրի շրջանակներում ամենախստագույն անձանց, ամենախստագույն կազմակերպության ներկայությամբ իրականացնենք, մասնակցենք այդ շինարարական աշխատանքներին, մեր ֆինանսական, նյութական միջոցների ներդրմամբ, որպեսզի շատ ավելի շուտ կառուցվի այդ ամեն ինչը, որպեսզի մեր քաղաքը շատ ավելի գեղեցիկ լինի, շատ ավելի կոմունիկատիվ լինի, շատ ավելի շատ։ Ես այդ մարդը չեմ։ Ես մտահոգ Հայաստանի Հանրապետության իսկական հպարտ քաղաքացի եմ, արդարության դեմ պայքարելու եմ։ Ու որ ասում են, գիտեք ինչ, այս հինը նորը չէ, սաղն է մի հատ են, ինչի համար ես շեշտեցի 2007 թվականից։ Այսինքն
այդքան կառավարություն փոխվավ, կառուցապատողներն ու ձեռբերողները չփոխվեցին։ Ու անգել եք ժողովուրդ հետևից ինչ այմար հավաքեք ձեր վեշերը գնացեք թողեք հանգիստ ապրենք մեր հայրենիքում։ Էսի սեփականությունը, էսի բնակարանքի, որ ասենք հարևանը վատնա, ծախեն գնանք ուրիշ տեղ ապրենք։ Էսի հայրենիք է։ Բոլորն էլ հողի համար պայքարում են։ Ընտանակը կողորտին դրած ստիպված պետքա բանակցես իրանց ուզած պահանջներով, իրանց ուզած գնով։ Էդ է ընդհանուր մեխանիզմը։ Ֆիրդուսի նախկին թաղամասի շուրջ զարգացող այս գործընթացը շարունակում է բացահայտել համակարգային խնդիրներ, կապված հանրային գերակաշռ հասկացության կիրառման, դատական ակտերի կատարման եւ քաղաքացիների իրավունքների պաշտպանության արդյունավետության հետ։ Թե երբ եւ ինչ հանգուցալուծում կստանա այս բազմաշերտ հակամարտությունը, դեռևս անհայտ է։ Սակայն ակնհայտ է մեկ բան. այն շարունակում է մնալ ինչպես մասնագիտական, այնպես էլ հանրային լայն քննարկումների կենտրոնում։